Տապոկություն են կանչել, լավագույնը ֆայմել են այդ հիմարները։ Բելային հիվանդանոց են տարել ու բնականաբար ծնողներին ասել են այդ մասին։ Այդ ժամանակ աղջիկներից մեկը վախից ամեն ինչ պատմել է իր մամային։ Այդ ծնողներ պատմել է ուսուցիչներից մեկին, ուսուցիչներ պատմել է Բելայի ծնողներին ու այդպես։ Էլի Բելլան չի պատմել։ Էլի ուրիշն է պատմել։ Տենց է ստացվում։ Հորկուրիս աղջիկն ասաց, որ լսել է թե այդ դեպքից հետո Բելան մոտ 2 ամիս տանից դուրս չի եկել։ Եղկա Բելան, չերի միջով անցել։ Ոչ ոք չգիտի իրականում այդտեղ կոնկրետ ինչ ա եղել։ Բայց որ պատկերացնես, ձեզանից ոչ ոք այդտեղ մի օր էլ չէր դիմանա։ Իսկ դու ինչի ես դիմացել։ Որովհետև ես մտածում էի, որ ձևը այդպես է, որ պետքա դիմանալ։ Ամեն ինչին դիմացել եմ։ Ու գիտես ինչ եմ հասկացել, որ ինչքան դիմանում ես, դիմացինից թվում է, որ իր արածը ահավոր բան չի, ինքը ոչ մի սարսափելի բան չի անում, ոչ մի վատ բան չի անում։